Նախ դուք որպես պոակի փոխտնօրեն, չէ՞, ինչու եք եկել այս պատարագին։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև հայրաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգման փուլ է անցնում եւ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այսօր Կտրիչ Ներսիսյանի որոշումները ոչինչ են ու այն, որ երեք նա իբրև թե թեմի առաջնորդ էր կամ իր խումբը թեմի առաջնորդ էր կարգալույծ անում, բայց այսօր այդ թեմի առաջնորդի գլխավորությամբ մենք պատարագի ենք մասնակցում եւ պատարագ են համատուցում, ցույց է տալիս, որ Կտրիչ Ներսիսյանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, նրա խոսքը որևէ կարևորություն այլևս չունի հավատավոր ժողովրդի համար, եւ ես որպես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, որպես քրիստոնյա հայ, եկել եմ իմ համաձայնությունը հայտնելու բարենորոգմանը եւ շարունակելու ենք այս գործընթացը այնքան ժամանակ, մինչեւ որ այն իր հանգրվանին հասնի։ Այսինքն կարող է հիմա մեկնել օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից մեկի նախարար նշանակելու որոշումը առ ոչինչ համարի կամ օրինակ պաշտոնանկությունը եւ ասի, որ օրինակ դեռ շարունակում է իր համար տվյալ մարդը լինել օրինակ նախարար, բայց վարչապետը իրեն ազատած լինի նախարար։ Ոչ, չի կարող։ Բայց ինչու այս դեպքում դուք կարող եք կաթողիկոսի։ Որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է եւ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ժողովուրդը իր ձայնը տալիս է, բայց ինչ վերաբերվում է օրինակ կաթողիկոսին, կաթողիկոսը ունի, մենք բոլորս էլ արդեն այդ հարցը հնչեցրել ենք եւ որևէ պատասխան չենք ստացել, ես ձեզ նաեւ առաջարկում եմ միգուցե հարկ լինի եւս մեկ անգամ իրեն այդ հարցը տակ, արդյոք ունի զավակ թե չունի, ինչու ինքը չի պատասխանում եւ հետեւաբար դրանով նաեւ ոչ լեգիտիմ է դառնում իր կաթողիկոս լինելը։ Այսինքն ինքը այլևս կաթողիկոս էլ չէ, ինքը այլևս կաթողիկոս էլ չէ մեզ համար։ Ինքը պարզապես որպես ժամանակավոր այնտեղ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այնտեղ գտնվող մարդ իր ժամանակը կգա եւ ինքը կհեռանա իր ոչքով։ Նավասարդը arczepiskopos Կճոյանի մասին են խոսում, Վազգեն Միրզախանյանի, Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Առաքել arczepiskopos Քյարամյանի մասին են խոսում, բայց դա ինչի ձեզ չի հետաքրքրում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր հանձնաժողովները, չէ։ Ինքը կարող է որոշակի քննություններ իրականացնել։ Դա վերաբերվում է ինչպես Կտրիչ Ներսիսյանին, այնպես էլ մնացած բոլորի դեպքում։ Ինչու չեն կոնկրետ Կտրիչ Ներսիսյանի համար իրենք իրականացնում այդ քննությունը, կամ ինչու չեն օրինակ Արշակ Խաչատրյանի հետ կապված իրականացնում այդ քննությունը, հետո կամ իրենց համար նշում, որ դա անընդունելի է, ինչ որ պատիժ սահմանում իրենց կանոններով կամ չեն սահմանում։ Այսինքն այս ամեն ինչը ցույց է տալիս, որ եկեղեցու ներսում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Հիմա մենք գնում ենք այդ լուծման ճանապարհով։ Բայց վարչապետը ինչ լիազորություններ ունի միջամտել եկեղեցու կառավարմանը, ասել, որ կաթողիկոսի որոշումները մեզ համար բան են, առ ոչինչ են, դա ուղիղ միջամտություն է եկեղեցու կառավարմանը։ Ես կարծում եմ, որ եկեղեցին է միջամտում քաղաքական գործընթացներին, այն պահից սկսած, երբ եկեղեցին սկսել է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երբ եկեղեցականները միացել են Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին, երբ եկեղեցականներին ասել են, որ գնան եւ քայլեն Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին եւ երբ որ անհամաձայնություններ են եղել, նրանց հետ կապված նույնիսկ խնդիրներ են առաջացել, այսինքն եկեղեցին ինքն է գնացել մտել քաղաքական դաշտ։ Եվ սա անընդունելի է։ Հոգևորականները քայլում էին Նիկոլ Փաշինյանի երթի ժամանակ։ Դուք գիտեք որևէ մի հոգևորական, ով օրինակ կարող է հարցազրույցի ժամանակ ասել, որ իրեն ստիպել են, որ գնա եւ քայլի որևէ երթի ժամանակ։ Բայց մենք այսօր տեսնում ենք հարցազրույցներ եւ հոգևորականները նշում են, որ իրենց ասել են, որ պետք է գնաք եւ մասնակցեք,
հարց է առաջանում, եթե չմասնակցեք ինչ է լինելու, այդ ժամանակ արդեն նշում են, որ իրենց սպասում էին պատիժներ կամ իրենց հնարավոր է խնդիրներ առաջանային եկեղեցու ներսում։ Եվ տեսեք, որ ասում եք վարչապետի հրաժարական պահանջել Նիկոլ Փաշինյանը 21 թվականին շատ այդպես բան նորմալ մեկնաբանեց, ասում է դե բան Վեհապար հայրապետերն էլ, քանի որ երկու կաթողիկոսներն էին պահանջել, ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի տան Կիլիկիո, Արամ առաջին կաթողիկոս, ասում է թե վեհապար հայրապետերն էլ ունեն դիրքորոշում հայտնելու իրավունք, իրենց իրավունքը հայտնել են, բայց ես դա չեմ ընդունում, այսինքն adekvat ըստ էության արձագանքել էր։ Հիմա ինչի հանկարծ հիշեցիք վարչապետի նման արձագանքից հետո այդ որ դա քաղաքականությանը միջամտել է։ Այն ժամանակ ասեիք, որ դա քաղաքականությանը միջամտել է։ Մենք բոլորս էլ տեսել ենք, որ երբ որ ցույցեր են եղել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական է տվել եւ եւս մեկ անգամ ժողովուրդը իր ընտրությամբ հաստատել է, որ ցանկանում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր գործունեությունը։ Կտրիչ Ներսիսյանը բազմաթիվ խնդիրներից հետո բացահայտվելուց հետո ինքը հրաժարական չի տվել։ Երբ որ ինքը դուրս թող մի հատ ինքը դուրս գա, փողոցով քայլի, Երևանում ուղղակի քայլի։ Հասկանանք ինքը աջակցություն ունի, մարդիկ իրեն գնում են, վստահում են, թե չեն վստահում։ Թող մի հատ ինքը մարդկանց հետ շփվի։ Վստահությունը չպետք է լինի նրանով, որ ինքը միայն շրջապատված լինի Ռոբերտ Քոչարյանականներով, Սերժականներով, Դաշնակցականներով եւ այդ մարդիկ ասեն, որ ինքը մեր բանն է, կաթողիկոսն է։ Կարող է Դաշնակցականների, Քոչարյանականների եւ Սերժականների կաթողիկոսն է, բայց ոչ հասարակ ժողովրդի, ոչ հավատավոր ժողովրդի։ Դուք բոլոր հասարակ ինչպես դուք եք բնութագրում իհարկե շատ տարակուսելի է մարդկանց հատուկ եւ հասարակի բաժանելը, բայց այնուհանդերձ դուք բոլոր քաղաքացիներին հարցրել եք ընդունում են Գարեգին երկրորդին կաթողիկոս թե ոչ։ Ես առաջարկում եմ հարցում անցկացնել, ես բազմաթիվ այդպիսի հարցումներ տեսել եմ, փողոցում պատահական ուղիղ եթերով 100 հոգու հարցնել, թե ինչպես են վերաբերվում Կտրիչ Ներսիսյանին։ Կարծում եմ դուք էլ որպես բազմափորձ լրագրող շատ լավ գիտեք մարդկանց պատասխանը, որովհետև դա կապված է եղել տարիներ շարունակ Կտրիչ Ներսիսյանի կողմից քաղաքական խաղերի մեջ մտնելուն, իր անվան հետ կապված տարբեր իրադարձությունների, իր հարազատների հետ կապված, իր եղբոր հետ կապված, այսինքն այն, որ Կտրիչ Ներսիսյանը անընդունելի է հասարակության ժողովրդի համար, դա նորություն չի։ Դա նորություն չէ, պարզապես ինչպես ասում են, ամեն ինչ իր ժամանակին է լինում, ու հիմա եկել է այն ժամանակը, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա։ Բայց տեսեք, դուք որ ասում եք աջակցություն չունի, օրինակ Մայրաթոր տեսնում եք ինչքան մարդ է գնում, երկպատարակին մասնակցում, վանկարկում վեհապար, դրանք աջակիցներ չեն։ Շատ քիչ, մի քիչ առաջ ասեցի, այդ այն մարդիկ են հիմնականում, ես այն մարդկանց եմ տեսնում, ովքեր որ ներկա են նաև Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին, ովքեր որ ներկա են նաև Սերժ Սարգսյանի իրենց այդ բոլոր այդ շարժումներին։ Նույնիսկ հիմա այս բարենորոգումը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, դրան մոտ 20 քահանա է միացել, արդեն 100-ից ավել կաթողիկոսին են աջակցություն հայտնել այդ Facebook-յան մենամարտում, եթե կարելի այդպես ասել, այսինքն իրեն ավելի շատ են աջակցում քահանաները։ Կտրիչ Ներսիսյանի կաթողիկոս նշանակվելուց հետո տարբեր տարիների ընթացքում իր հրաժարականները պահանջել են տարբեր հոգևորականներ, տարբեր բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում նաև պատրիարքներ Երուսաղեմի, եթե չեմ սխալվում, այնտեղ Ֆրանսիայի թեմի առաջնորդ է պահանջել տարբեր տարիների ընթացքում, մինչև 2020-ական թվականները։ Եվ նաև հայ առաքելական եկեղեցում են եղել բազմաթիվ հոգևորականներ, ովքեր որ իրենց անհամաձայնությունն են հայտնել իր գործունեությանը։ Բազմաթիվ հոգևորականներ կարգալույծ են արվել։ Այսինքն նման պարագայում, երբ Կտրիչ Ներսիսյանը իր համախոհների հետ ճակերտավոր չեմ ասում, նույնիսկ կարող եմ բառից բուն իմաստով ասել, ամբողջությամբ վերցրել է իր ձեռքի տակ եկեղեցու կառավարումը ու չի թողնում, որպեսզի եկեղեցին շատ ավելի արդար գործի, շատ ավելի գործի Աստծո կանոններով։ Նման պարագայում հույս ունենալ, որ այնտեղ մարդիկ չեն վախենա եւ իրենց կարծիքը կասեն ազատ եւ
որևէ մեկից չեն խուսափի, օրինակ չեն ասի, բա որ հանկարծ Կտրիչ Ներսյանը հետո մեզ կարգալույծ անի եւ այլն։ Ես կարծում եմ այդ մարդկանց մեծամասնությունը Կտրիչ Ներսյանին դեռևս ինչ որ ժամանակ անց իրենց Կտրիչ Ներսյանի սխալները կնշի, միգուցե իրենք վախեցած են կամ միգուցե ինչ որ այլ հարցեր կամ միգուցե ինչ որ կապեր ունեն Կտրիչ Ներսյանի հետ կապված ազգակցական հետ կապված մարդիկ տարբեր պաշտոններ են զբաղեցնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ հետագայում շատ ավելի շատ մարդիկ կհասկանան Կտրիչ Ներսյանի ով լինել, այդ թվում եւ իր շրջապատում, եւ մեկ բան էլ հիմա 2 տասնյակ չեն, կարծում շատ ավելի շատ են, առնվազն 3-4 տասնյակ հոգևորականներ են, ովքեր միացել են բարենորոգման Հայ առաքելական Սուրբ եկեղեցու։